Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հայկական պատվիրակությունը Ադրբեջանում է, ովքեր են մեկնել Բաքու և ինչ նպատակով։ Ադրբեջանում զորավարժություններ են, ինչ են հայտարարել տեղական լրատվամիջոցները։ Հրապարակային հնարք ընտրությունից առաջ տնտեսագետը անդրադարձել է հայկական երկաթուղու վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնությունից վերցնելու Փաշինյանի հայտարարությանը։ Կարմիր պատրաստվածության մակարդակ Իսլամաբադում Պակիստանը պատրաստվում է Իրան-ԱՄՆ բանակցությանը։ Խաղաղության կամուրջն այս անգամ հայկական պատվիրակությանն է հասցրել Ադրբեջան ցամաքային ճանապարհով։ Ապրիլի 10-ից 12-ը նախաձեռնության շրջանակում Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ երկկողմ կլոր սեղանը։ Հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մտել ցամաքային սահմանով, սահմանազատված և սահմանագծված տարածքով և անցել է սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցներն իրենց երկրներում ծավալած գործունեությունն ու արդյունքները և տարածաշրջանում ստեղծված վիճակը։ Հայտնի է, թե ովքեր են ցամաքային սահմանով Ադրբեջան մեկնած 20 հոգանոց հայկական պատվիրակության կազմում։ Արեգ Քոչինյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ համակարգող, Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, Նարեկ Մինասյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ, Սամվել Մելիքսեթյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Ստեփան Գրիգորյան, գլոբալիզացիայի և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Էդգար Վարդանյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ, Ռոբերտ Ղևոնդյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Լուսինե Խարատյան, գրող, մշակութային մարդաբան, Նելի Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ, Դավիթ Ստեփանյան, առաջին EM-ի քաղաքական մեկնաբան, միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի փորձագետ, Ռուբեն Բաբայան, Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Էլեոնորա Սարգսյան, խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող, Նաիրա Մարտիկյան, Ժամ Նյուզի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն, Վազգեն Կարապետյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Տաթև Դանիելյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար, Արմեն Պետրոսյան, Օրբելի կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Ալեն Ամիրխանյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն, Նելի Ռաֆայելյան, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող, հանրային հեռուստաընկերության օպերատոր։ Զուգահեռ ադրբեջանական բանակը մարտավարական զորավարժություններ է անում։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների մարտավարական կատարողականը և անձնակազմի մարտական պատրաստվածությունը։ Իսկ Թուրքիան կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունից։ Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրեմը ասել է, որ եթե Բաքուն ու Երևանը հասնեն խաղաղության և երկարաժամկետ կարգավորման, ապա հնարավոր կլինի բացել սահմանները։ Նրա խոսքով Անկարայի և Բաքվի գործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև թուրքական աշխարհի համար։ Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIP նախաձեռնությանը։ Armenpress-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ ծրագիրը շարունակում է մնալ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը։ Տնտեսագետ Իվան Լիզանն անդրադարձել է հայկական երկաթուղու վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնությունից մեկ այլ երկրի փոխանցելու Փաշինյանի հայտարարությանը։ Նրա խոսքով գործող ամբողջ լավ համակարգը կփլուզվի և հանրապետությունը կհայտնվի քայքայման վիճակում։ Երևանի համար դժվար կլինի նույնիսկ պահպանել երկաթուղու ներկայիս վիճակը, ասել է տնտեսագետն ու հավելել, որ Փաշինյանի փորձերը վերանայելու ստատուս քվոն ոչ այլ ինչ են, քան խորհրդարանի ընտրությունից առաջ հրապարակային հնարք։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ռուսական երկաթուղիների հետ կապը վախեցնում է պոտենցիալ հաճախորդներին, սակայն մեր ընկերությունը չի ենթարկվում արևմտյան պատժամիջոցներին, Փաշինյանը մեծապես չափազանցնում է։ Եվ հայկական երկաթուղուց օգտվել ցանկացողները շատ չեն։ Փաշինյանի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման եւ նույնիսկ վնասակար է հանրապետության համար, սակայն նա այս հարցը բարձրացնում է հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը հաղթելու համար։ Գծերի շուրջ պայքարը թեժանում է։ Հայաստանի երկաթուղու ապագան կրկին դարձել է քաղաքական ու տնտեսական շահերի բախման առանցք։ Մի կողմից պաշտոնական Երևանը փորձում է վերանայել տարիներով գործող համակարգը, մյուս կողմից Մոսկվան ակնարկում է, որ այս գծերը պարզապես ենթակառուցվածք չեն, այլ տարածաշրջանային ազդեցության գործիք։ Կոնցեսիայի հարցը վերածվել է ընտրության, ոչ միայն կառավարման մոդելի, այլև արտաքին կողմնորոշման միջև։ Թեման ուսումնասիրել է Սեդակ Յուրեղյանը։ Գնացքը չի կարող խուսափել սեփական գծերից, բայց Հայաստանը փորձում է փոխել այդ գծերը։ Ալեքսեյ Օվերչուկի ակնարկն է Հայաստանի պաշտոնական մակարդակում շրջանառվող շարունակական պնդումներին, թե երկաթուղին երրորդ երկրի են հանձնելու։ Փաշինյանը Ռուսաստան այցից վերադառնալու ժամեր անց եւս մեկ անգամ արձանագրեց. Հայաստանը խնդիր ունի երկաթուղու ռուսական կառավարման հետ։ Մեր խնդիրը ընդամենը ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ներդրումների ծավալից, տարիներ ի վեր կորուստներով աշխատանքից։ Իսկ ինչից է դժգոհ Ռուսաստանը։ Երբեմնի ազդեցիկ երկիրը տարածաշրջանում պարզապես հարևանի է վերածվել, եւ այդ դերը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։ Լոգիստիկ ուղիները զիջել Ռուսաստանը չի պատրաստվում։ Հարավկովկասյան երկաթուղիները այն հիմնական, այսպես ասենք, ազդեցության լծակն են լոգիստիկ առումով, որոնք ապագայում հնարավոր տարածաշրջանում հնարավոր ապաշրջակայման պայմաններում խաղալու են կարևորագույն, եթե չասեմ ռազմավարական դեր։ Ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը միջոցների է դիմում եւ չի թաքցնում այդ փաստը։ Օվերչուկն ակնարկում է, իրենք տասնյակ տարիներ են այստեղ եւ լավ ծանոթ են երկաթուղային ցանցում առկա խնդիրներին։ Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր, մենք ունենք օրինական հարցեր երկաթուղու հզորության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի։ Վստահ եմ, որ ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կնախընտրեր տեսնել Ռուսաստանի փոխարեն, նույն հարցերը կտար։ Ամեն դեպքում բարեկամ երկրները, որոնց Հայաստանը առաջարկում է վաճառել այս կոնցեսիան, արդեն հարցնում են մեզ, եւ մենք չենք թաքցնում մեր կասկածները մեր ընկերներից։ Մոսկվան տրանսպորտային ապաշրջափակումը կապում է ավելի լայն քաղաքական գործընթացների հետ։ Փոխվարչապետ Օվերչուկը փաստացի նշում է. Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է բալանսի բերել տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը, իսկ ում կողմն է թեքվել նժարը։ Բալանսը Հայաստանի Հանրապետությունը չի լրացնում, այլ այն լրացվում է կամ ուժային հավասարակշռության բացը լրացվում է այլ դերակատարների միջոցով, իսկ այլ դերակատարները ըստ էության այն դերակատարներն են, որոնք հանդես են գալիս տանդեմի միջոցով։ Իսկ այդպիսի տանդեմ գոյություն ունի տարածաշրջանում մեկ տանդեմ եւ դա Թուրքիա եւ Ադրբեջանի ձևավորված տանդեմն է։ Այն, որ նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն է թեքվել, վկայում է Հայաստանի իշխանության կողմից Ղազախստանի տարբերակի ակտիվ քննարկումը, որպես Հայաստանի երկաթուղային ցանցի ապագա կառավարիչ։ Միանշանակ է արդյոք այս երկրի ընտրությունը։ Ղազախստանը նախ թուրքական պրոյեկտ է, հանձնել ղազախական կոնցեսիոն կառավարման հետ նույնը ոնց էր հանձնել Անկարային կամ ավելի վատ հանձնել Բաքվի։ Ցավոք Հայաստանն էլ այս հարցում փորձում է ոչ թե իր շահերը առաջ մղի, այլ հարմարվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած այսպես կոչված չեզոք միջնորդին հանձնելիս Ղազախստանի։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, իրենք չեն պատրաստվում կառավարումն ուրիշին զիջել։ Այս մասին վկայում է նաև այն, որ Ռուսաստան կատարած այցից հետո Փաշինյանն ընդգծեց. Պուտինի հետ քննարկել են երկաթուղային կառավարման հարցը, բայց դեռևս որևէ լուծում չեն գտել։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Էստոնիայի արտգործնախարարը Հայաստանում է, ներկա են Հայաստանում Էստոնիայի դեսպանատան բացմանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ էստոնացի գործընկերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի եւ Էստոնիայի միջև հարաբերությունները խորացնելու համար։ Համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը խոսել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասին ու շեշտել, որ նրանց պետք է օր առաջ ազատ արձակել։ Եվ նախարարի խոսքով դա հնարավոր է միայն հաստատված խաղաղության դեպքում։ Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք եւ միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, պետք խնամքի կարիք ունի, հոգատարության կարիք ունի, կամ բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են,
ընդհանուր մինչև Ադրբեջանի տարածքով հայկական բեռների, Հայաստան նախատեսված բեռների ուրեմն տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որ արդեն կա եւ որը կարծում ենք, որ կզարգանա, ցավոք սրտի եւ հասկանալիորեն բոլոր հարցերը չեն, որ լուծված են։ Էստոնիայի արտգործնախարարն էլ ասել է, որ Եվրոպայի եւ աշխարհի մյուս երկրների միջև առևտրի միջանցքներ ստեղծելը ժողովրդի բարգավաճման եւ բիզնեսի ոլորտի զարգացման համար հենց խաղաղության նախապայմանն է։ Նախարարի խոսքով սա հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ամբողջ տարածաշրջանի։ Մենք ուզում ենք դրա մի մասը լինել, ուզում ենք աջակցել դրան, ուզում ենք մեր փորձառությամբ գիտելիքով կիսվել, ուզում ենք ձեզանից սովորել։ Շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդից։ Դուք ինչպես եք ապագան տեսնում։ Ինչպես ունեք այդ քաղաքական կամքը, առաջնորդությունը եւ կարողությունը եւ փոփոխությունների որոշումներ կայացնելու, որոնք դեպի ապագա են ուղղված։ Ներքաղաքական դաշտում նախընտրական գործընթացներն ակտիվանում են։ Միասնության թևերը եւ հայաքվեն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել, հունիսի 7-ի ընտրությանը միասին մասնակցելու համար որոշել են ավարտել համատեղ աշխատանքը։ Երեկ էլ տեղի է ունեցել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, ներկայացրել են առաջարկ Հայաստանին ծրագիրը եւ հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը։ Միջազգային լրահոսից Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարվել է կարմիր պատրաստվածության մակարդակ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև սպասվող բանակցությունից առաջ։ Մայրաքաղաքում աննախադեպ եւ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել։ Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ լուրը, թե իրանական բանակցային խումբը ժամանել է Իսլամաբադ, ամերիկացիների հետ բանակցելու համար սուտ է, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր հանձնառությունը եւ Իսրայելը շարունակում է իր հարձակումները, բանակցությունները մնում են կասեցված։ Իրանի գերագույն առաջնորդը մոտ ժամանակներս կարող է ուերձով դիմել ազգին, հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը։ Նրա խոսքով Մոջթաբա Խամենեին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Նա գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնյաներին, նախագահին, խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին։ Հրադադարի մասին որոշումն անձամբ ինքն է կայացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանը շատ վատ աշխատանք է կատարում Հորմուզի նեղուցով նավթի ազատ անցումն ապահովելու հարցում։ Նրա խոսքով տեղեկություններ կան, որ Իրանը վճարներ է գանձում նեղուցով անցնող լցանավերից, ինչը ըստ Թրամփի պետք է դադարեցվի։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մարտի դաշտում իրական հաղթողն Իրանի ժողովուրդն էր, ասված է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից տարածված հայտարարության մեջ։ Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից։ Թեհրանը պահանջելու է փոխհատուցում իսրայելա-ամերիկյան հարձակումների պատճառած վնասների եւ զոհված իրանցիների արյան համար, ասված է հայտարարության մեջ։ Սիոնիստական կազմավորման կողմից Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան նախնական հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է եւ հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր ցուցիչ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Այս ագրեսիաների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ։ Մեր մատները կմնան ձգանի վրա եւ Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին, գրել է Իրանի նախագահը։ Իսրայելն անեծք ու չարիք է մարդկության համար։ Սկզբում Իսրայելը սպանում էր անմեղ մարդկանց Գազայում, ապա Իրանում, իսկ հիմա Լիբանանում։ Արյունահեղությունը շարունակվում է։ Ես հույս ունեմ եւ աղոթում եմ, որ Եվրոպայի հրեաներից ազատվելու համար Պաղեստինի հողի վրա այս քաղցկեղածին պետությունը ստեղծած մարդիկ կայրվեն դժոխքում, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարը մնում է փխրուն, բայց այլընտրանքը մռայլ է թվում։ Առաջնահերթությունը պետք է լինի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը։ Այս հայտարարությունն էլ արել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի կարող լուծվել կարճաժամկետ հեռանկարում, հայտարարել է Մարկ Ռյուտեն։ Ես չեմ կարծում, որ դա քաղաքական իմաստով տեղի կունենա մոտ ապագայում, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվրամիությունն այսօրվանից երրորդ երկրների քաղաքացիների համար գործարկում է մուտքի ելքի նոր ավտոմատացված համակարգ։ Այսուհետ Շենգեն գոտի մուտք գործելիս անձնագրերում կնիքներ չեն դրվի, մուտքն ու ելքը կգրանցվեն թվային ձևով։ Համակարգը վերաբերում է Եվրամիության քաղաքացի չհանդիսացող բոլոր անձանց, ինչպես նաև առանց վիզայի ճանապարհորդողներին եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին։ Կհավաքվեն նաև կենսաչափական տվյալներ, դեմքի պատկերներ, մատնահետքեր եւ անձնագրային տվյալներ։ Եվ վերջում Booking.am
Բոհեմյան պալատը կցուցադրի Եղիսաբեթ II թագուհու զգեստները։ Մեծ Բրիտանիայի նախկին թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր կցուցադրվի Լոնդոնի թագավորական պատկերասրահում նրա ծննդյան 100-ամյակի առթիվ։ Ցուցանմուշների թվում են Եղիսաբեթ թագուհու հարսանեկան եւ թագադրման զգեստները, ինչպես նաեւ նրա վարդագույն զգեստը, որը նա կրել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, երբ Ջեյմս Բոնդի հետ պարաշուտով ուղղաթիռից իջել է Օլիմպիական մարզադաշտ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։